Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսին եւ ես օգտվելով այս առիթից ցանկանում եմ շնորհավորել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով 80-ամյակն է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի եւ դուք գիտեք մեծ շոկով այն նշվում է։ Ես ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ ինքս որպես Վանաձորից ընտրված պատգամավոր ժամանակին շատ մեծ ուշադրություն եմ դարձրել հայրենական մեծ պատերազմի վետերանների։ Վանաձորում մենք ունենք վետերանների ակումբ, ունենք Վանաձորի կայանի այգում վետերանների հավաքատեղի, որտեղ հավաքվում են 40-ամյակի առիթով կառուցված հուշարձան եւ իմ պատգամավորական ամբողջ գործունեության ընթացքում այս բոլոր վայրերը եւ այստեղ հավաքվող մարդիկ, վետերանները եղել են իմ ուշադրության կենտրոնում։ Անդադար նրանց հետ կապված խնդիրները բարձրաձայնել ենք, ուշադրության կենտրոնում պահել։ Ես չգիտեմ, թե բացարձակապես մենք որտեղ կլինեինք, եթե ֆաշիստական Գերմանիան հաղթեր եւ ֆաշիզմը հաղթանակ տոներ։ Հիմա պարզ է պատմությունը ռևիզիայի է ենթարկվում շատ իմաստներով եւ բացվում են պատմական շատ իրողություններ, բայց մենք գիտենք, որ ինչը ոնց է եղել։ Եվ ուզում եմ նաև ասել, որ օրեր առաջ այցելեցի Վանաձորում, Լոռու մարզում պետք է ասեմ 6 վետերան է այս պահին, որ դեռևս մեզ հետ են, եւ այցելեցի 6-ից 5-ին, շնորհավորեցի, որի համար շատ ուրախ եմ, մեծ բավականություն ստացա շփվելուց, այդ շփումները եւ նաև ուշադրության կենտրոնում պահել այս մարդկանց, կարծում եմ յուրաքանչյուրիս պարտականությունն է։ День Победы. Կորչի պատերազմը, կուզեմ խաղաղություն ունի աշխարհին։ Շնորհավորում եմ Այրիկ ջան, հաղթանակի 80-ամյակի առիթով ձեր սերնդի սխրանքի շնորհիվ, որ ֆաշիզմի դեմ հաղթանակ են տարել։ Этот день победы порохом права, это праздник сединою на висках. Ուկրաինայից նեմեցին, դուրս հանեցին մշե Բորշա, այդ Բորշան ես վերավորվեցի, բայց առասයෙන් ընթանամ, լավ էր արդեն։ Հայրիկ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սերնդի սխրանքների համար, շնորհավորել հաղթանակի 80-ամյակի առիթով եւ ասել փառք հերոսներին։ Մեր Հայաստանը լավն է եղել, ու լավն էլ պետք է մնա։ Այո։ Հա, մտիչ վատաց հավեցակը, բայց ոչինչ։ Ոտի ենք կանգ, ժամանակ, էլիկը լավանա։ Դարագետ, չոր։ И была встреча, вручение этой медали и поздравление Владимира Владимировича Путина с Днем Победы, вернее, 80-летия Победы. Присутствовали с посольства, с консульства в Гюмри. Вот. Приехал оркестр военный и попросили меня продирижировать. Я же маэстро, я же военный дирижер бывший. Да. Ну, конечно, я согласился, сфотографировали. Самое главное, никто не забыт, ничто не забыто. Я хочу вас поздравить с 80-летием Днем Победы. И что хочу сказать? Вам здоровья. Да. И расскажите всем о подвигах, чтобы наши... Все знают. Все знают. И по телевизору сколько. Я блокадник Блокадница. Ленинграда. Блокаду
пережила, знаю, что такое. Выжила. La 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 la. Ես ուզում եմ ձեզ ասել, որ այստեղ կարևորը ոչ թե այն է, որ մենք ինչ-որ բան նյութական ինչ-որ օգնություն ցուցաբերենք կամ ինչ-որ բան անենք, այլ այն, որ մենք հիշեինք եւ հպարտանայինք նրանց սխրագործություններով եւ այդ օրը այցելեինք նրանց, շնորհավորեինք եւ ասեինք, որ մենք շնորհակալ ենք այդ սխրագործությունների համար, վառ ենք պահում այդ հիշողությունները եւ օգտվելով այս առիթից նաեւ շնորհավորում հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին եւ բոլորիս եւ նաեւ մեր երեխաներին պատմում այդ սխրանքների մասին։ Իմ պապիկը պատերազմի մասնակից է, վիրավորվել է Կերչում, Անուշավան Մանուկյանը եւ ես նույնպես պարտանում եմ իմ պապի անցած մարտական հերոսական ճանապարհով։ Երկին շնորհավոր, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։